Փետրվարի 15-ին տեղի ունեցավ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ լեյտենանտ Հունան Պողոսյանը։ Մասնակցում էին ոստիկանության շտաբի, իրավաբանական, հասարակական կարգի և անվտանգության ապահովման, ներքին անվտանգության վարչությունների պետերը, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պետաիրավական վարչության պետը և ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկված հասարակական կազմակերպություններ ներկայացուցիչներ։ Քննարկվեցին ոստիկանության 4 ծառայողների նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու դրանց վերաբերյալ եզրակացությունները։ Կարգապահական հանձնաժողովը, որը կոչված է ապահովելու ոստիկանության ծառայողների պրոֆեսիոնալ վերահսկողություն և առաջնորդվում է հրապարակային թափանցիկ գործելաոճով, պարզելով փաստական հանգամանքները, որոշում կայացրեց դիմել ոստիկանության պետին ոստիկանության հիշյալ ծառայողներից 3-ի նկատմամբ կիրառելու ոստիկանությունից ազատում կարգապահական տույժը, իսկ մեկի նկատմամբ հայտարարել նկատողություն։ Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի փետրվարի 12-ից 15-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 26 դեպքից բացահայտվել է 25-ը, բացահայտվել է գողության 18, խարդախության 4 և խուլիգանության 1 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 2, սպանության փորձի և մարմնական վնասվածք հասցնելու մեկական դեպք։ Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 24 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 33-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Ճանապարհային ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ծառայությունը Երևան մտնող ճանապարհահատվածներում և մայրաքաղաքում։ Փետրվարի 8-ից 14-ը Երևան քաղաքում իրականացված ծառայության ընթացքում ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության առաջին սպայական գումարտակի ծառայողների կողմից ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 127 տրանսպորտային միջոց, որից 92-ի վարորդները մեքենան վարել են ոչ սթափ վիճակում, իսկ 35 վարորդի նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն է կազմվել համապատասխան փաստաթղթեր չունենալու և այլ խախտումների համար։ Փետրվարի 8-ից 14-ը ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության երկրորդ սպայական գումարտակի ծառայողների կողմից մարզերում իրականացված ուժեղացված ծառայության ընթացքում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 55 տրանսպորտային միջոց, որից 3-ը գտնվում էր հետախուզման մեջ, իսկ 52-ի վարորդները մեքենան վարել են ոչ սթափ վիճակում։ 28 վարորդի նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն է կազմվել մեքենան թաղանթապատված հողմապակիով վարելու, իսկ 72 վարորդի ժամկետն անց ապա պայմանագրով երթևեկելու և այլ խախտումների համար։ Փետրվարի 10-ին ոստիկանության կենտրոնական բաժին բերման ենթարկվեց Նորարեշի 11 փողոցի բնակիչ Արթուր Մանուկյանը։ Ոստիկանության ծառայողները տեղեկություններ ունեին, որ նա թմրանյութ է պահում և օգտագործում։ Տեղեկությունները հաստատվեցին, երբ Մանուկյանի մոտ հայտնաբերվեցին փաթեթավորված դեղնականաչավուն զանգված և դեղահաբի կտոր։ Տոքսիկաքիմիական փորձաքննության եզրակացությամբ հայտնաբերվածը մարիխուանա տեսակի թմրամիջոց է և մետադոն հոգեներգործուն դեղահաբ։ Արթուր Մանուկյանը ստորագրությամբ բաց է թողնվել։ Քննությունը շարունակվում է։ Սպանության փորձ կատարելու մեղադրանքով ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում է 1998 թվականին ծնված Սուրեն Մուրադյանը։ Նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Արաբկիրի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 102 23 0202 27 0202 հեռախոսահամարներով։